Վերադարձանք տաղավար եւ մեր հյուրերն արդեն այստեղ են օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում կմեկնարկի ճախրուկը։ Սա հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության ամենամյա միջազգային ներառական փառատոն է, որի գլխավոր նպատակներն են հասարակությանը ներկայացնել եւ բացահայտել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց տաղանդն ու կարողությունները։ Մանրամասները մեր հյուրերից կիմանանք։ Ճախրուկի համահիմնադիր Աննա Մխիթարյան, ճախրուկի համահիմնադիր Անահիտ Մխիթարյան եւ ճախրուկ հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Մխիթարյան։ Բարի լույս։ Նախ ասենք, որ այնքան անհամբեր էինք ձեզ սպասում, որ արդեն առիթ ունեցել ենք նորից խոսել ձեր մասին, նորից անհամբեր մեր հեռուստադիտողին էլ ավելի ոգևորել, պատմելով, թե ինչ է ճախրուկը։ Եկեք հիմա ամենասկզբից խոսենք, ճախրուկը սա ներառական փառատոն է եւ ինչ գաղափար ունի այս փառատոնը։ Աղջիկներ։ Ճախրուկը արդեն 6-րդ տարին է, ինչ մեկնարկում է, ազգային երաժշտության փառատոն է եւ գաղափարը իրականում գաղափարախոսությունից երևի խոսեմ, ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, այս միտքն է համախմբում հարյուրավոր երեխաների յուրաքանչյուր անգամ հանրապետության տարբեր մարզերում մասնակցում են հասարակական կազմակերպություններում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, մանկատներում, հանրակրթական դպրոցներ, հատուկ կրթահամալիրներ, այսպես բազմաթիվ կարող եմ թվարկել։ Այդ գաղափարը հոգու թռիչք ունենալու միտքը իսկապես համախմբում է բոլորիս եւ մենք իսկապես ունենում ենք այդ ապրումները բոլորս։ Այսինքն նաեւ մանկատան ներողություն, մանկատան երեխաները կարող են մասնակցել։ Այո, եւ հիմնականում ի սկզբանե որ փառատոնը հիմնեցինք, դե ճախրուկ Խարբերդի մանկատանն ենք մենք հիմնել ու ոգեշնչված այդ ամենով, որ պետք է համախմբենք բոլոր նման հաստատություններում ապրող երեխաներին, մեր ոգեշնչումը այդտեղից է եղել ու բնականաբար առաջնահերթությունը տրվեց հենց մանկատան երեխաներին, թե հատուկ կարիքներ ունեցող եւ ոչ միայն եւ այդպես ամեն անգամ տարբեր մարզեր են գնում, նպատակը համայնքներին ներգրավելն է, որովհետեւ ոնց որ կոչեր չեն անում, պետք է ստեղծես համապատասխան միջավայր, որտեղ յուրաքանչյուրը իր մեջ բազմաթիվ հարցերի լուծումներ կարող է գտնել։ Իսկ մանկատան երեխաների մեջ ինչպես է բացահայտվում երաժշտական տաղանդը, կան խմբակներ մանկատանը եւ ինչպես է հետագայում զարգացնում, եթե երեխան տաղանդավոր է։ Բոլոր մանկատներում կան մասնագետներ, ովքեր որ հենց աշխատում են երեխաների հետ տվյալ ուղղություններով, իսկ մենք հիմնեցինք ճախրուկ մշակութային կենտրոն, որտեղ որ էլի մանկատան երեխեքը մեր ճախրուկները կշարունակեին իրենց կրթությունը, այսպես ասած, ունենք էթնոերաժշտախումբ, արդեն 6 տարի է, որ մենք կանք ու այդպես շարունակում ենք, երկծային երգչախումբ ունենք, հարվածային գործիքներ, դուդուկահար, այսպես շարունակ։ Ինչու հենց Օձունը ընտրվեց այս տարի որպես փառատոնի անցկացման վայր։ Ինչպես նշեց Անահիտը, մենք յուրաքանչյուր տարի ընտրում ենք որևիցե մարզ, որպեսզի այդ մարզում իրականանա մեր ճախրուկ փառատոնը։ Նախ կուզեմ նշեմ, մենք Լոռիից ենք ծնունդով եւ մեզ շատ հոգեհարազատ է եւ բացի այդ Օձունը ունի շատ աստվածային տեղանք, ինքը շատ հրաշք բնություն եւ այդպես որոշեցինք, որ Օձունում լինի, գյուղի սկզբնամասում, պես ձորի մոտ, թիկունքում սարերը, իրականում տենց տեղանքը այդպես ընտրվեց, որովհետեւ ինքը էներգետիկորեն, երբ որ այցելեցինք Օձուն, հասկանալու համար, թե որտեղ պետք է տեղանքը որոշենք, միանգամից հասկացանք, որ սա այն վայրն է, որտեղ որ պետքա լինի։ Դու ակամայից զգում ես այն, ինչ որ բառերով ասելի չի, տեսանելի չի, ուղղակի զգացողությամբ իր հզոր էներգետիկ դաշտով։ Պես ընտրեցինք Օձունը։ Հասկացա։ Անահիտ, նշեցիք խորագիր, արդյոք այդ խորագիրը յուրաքանչյուր տարվա համար տարբեր է, թե նույնն է ընդհանուր ճախրուկի համար։ Միշտ նույնն է, որովհետև ճախրուկը այդ գաղափարն է ամփոփում իր մեջ եւ մեզ այդ հարցը բազմիցս տալիս են ու ես միշտ զարմանում եմ, որ դու գիտես, որ ինքը երբևէ չի կարող փոխվել, չէ, միշտ նույնն է, որովհետև ճախրուկը գործ ունի մարդկանց հոգիների հետ
Եվ այդ հոգու թռիչքը երբ ենք մենք ունենում այստեղ շատ հարցերի հետ էս քո ներսում առնչվում եւ փորձում ենք ոչ միայն փառատոնի շրջանակներում առհասարակ ճախրուկի գործունեությամբ, ճախրուկի ասելիքներով, անելիքներով միշտ դիպչել այդ կարևոր կետերին, արթնացնել մարդու մեջ, որովհետեւ կրկին անգամ երբ որ շատ հարցեր վերագտնում ես քո մեջ, դու արդեն երբ որ կորցրած ես լինում, այսպես ասեմ, դու չես էլ տեսնում շատ բաներ, գտնելու դեպքում մի ուրիշ աշխարհայացք, մի ուրիշ տեսանկյուններ են բացվում քեզ համար։ Ինչու է այսօր հատկապես կարևոր նմանատիպ փառատոնները եւ նմանատիպ փառատոնների ակտիվությունը, տարածումը, ինչ է սա տալիս։ Իրականում մեզանից յուրաքանչյուրը մասամբ է գիտակցում իր հնարավորությունների առավելությունը, թե մինչև որ ինքը կարող է հասնել։ Կարծում եմ մեր ճախրուկը հենց այն հարթակը ստեղծում է, որ կարողանան մարդիկ իրենց կարողությունները փորձել եւ այդ անսահման կարողությունների սկիզբը իրենք դնեն։ Դա շատ կարևոր է կարծում եմ։ Նշեցիք այս տարի 6-րդ անգամ է արդեն ճախրուկ փառատոնը իրականանալու եւ կան մասնակիցներ, ովքեր մասնակցել են հենց առաջին տարուց սկսած, կամ կան մասնակիցներ, ովքեր արդեն մեծացել են, գնացել են, թևեր են առել, գնացել են եւ հիմա շարունակում են իրենց ճանապարհը նաեւ արվեստում։ Մենք ունենք բազմաթիվ մասնակիցներ, որոնք արդեն 3, 4, 5-րդ անգամ մասնակցում են։ Եվ կան նաև շատ մասնակիցներ, որոնց համար ճախրուկ փառատոնը առաջին անգամն է լինելու։ Մենք ունենում ենք նաև միջազգային հյուրեր, Ղազախստանից մենք ունենք 3 տարի շարունակ ունեինք մեկ ընկերություն, որոնք նմանատիպ առանձնահատկություններով երեխաների հետ են աշխատում եւ իրենք 3 տարի շարունակ մասնակցում են մեր փառատոնին։ Այս տարի Ղազախստանից ունենք այլ հաստատության մասնակից, իրենց համար առաջինն է, իսկ Հայաստանից շատ հաստատություններ կան, որոնց աշակերտները սաներն առաջին անգամ են մասնակցում։ Այսինքն կարող ենք ասել, որ միջազգային է փառատոնը նաև։ Այո, միջազգային է։ Մենք նաև ունեցել ենք հյուրեր եւ Ռուսաստանից մասնակիցներ եւ ունեցել ենք Սիրիայի Հանրապետությունից, այս տարի միայն ունենք Ղազախստանից։ Դուք 3 քույրեր եք եւ կարծես թե կարող եք զբաղվել մեկ այլ գործով, միգուցե ոչ հասարակական կազմակերպության եւ այլն, բայց երեքով ընտրել եք մի ճանապարհ, որը շատ կարեւոր է, շատ պատասխանատու է եւ նաեւ այն կարող է կյանքեր փոխել եւ մարդկանց կյանքում մեկ այլ հնարավորությունների դռներ բացել։ Այլ ինչը ձեզ ստիպեց զբաղվել հենց այս ճանապարհով եւ արդյոք չեք հանդիպում ժամանակ առ ժամանակ դժվարությունների, բարդությունների, որոնք կարծես այսպես հուսահատեցնող են արդեն։ Դեպ այդ տեսակ երեխաների հետ աշխատելը եւ հաճելի է բնականաբար, բայց միևնույն ժամանակ եւ դժվար։ Իրականում ես եւ Աննա երաժիշտներ ենք, մենք 6 տարի առաջ շատ պատահական հայտնվեցինք մանկատանը։ Ուղղակի մարդիկ, որ պետք է երեխաների համար նվագեին։ Մեր կյանքը փոխվեց այդ կետից եւ իրականում հասարակական կազմակերպությունը ձևավորվեց անհրաժեշտությունից ելնելով, որովհետեւ նախաձեռնեցինք արդեն փառատոնը։ Իրականում պետք է ունենաս այդ ապրումները, նոր արդեն այդ ամեն ինչ ինքը տանում է ճանապարհը։ Ի սկզբանե որևէ բան գծագրված չի եղել, ճախրուկ, խումբ, մանկատանը, մշակութային կենտրոն, որևէ բան չենք պլանավորել։ Ապրեցինք այդ ամենը ու մինչ օրս ոգեշնչված ենք։ Իսկ ինչպես են երեխաները արձագանքում փառատոնին եւ արդյոք կան պարգևներ, հաղթական տեղեր, մրցանակներ։ Հիմա ճախրուկի բոլոր մասնակիցները իրենք արդեն իսկ հաղթող են ու այդպես իրենք բոլորը ստանում են ճախրուկի խորհրդանիշը, որը ամեն տարի մենք ուխտագնացությունից ենք բերում, հենց ճախրուկը այդ մեր թռչունն է, ճախրաբազային, հենց արձանիկը դնում ենք այդ ուխտագնացությունից բերված քարերի վրա ու այդպես տալիս ենք մեր մասնակիցներին, ինքը ոգեշնչող է, ինքը ապրեցնող է ու կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը բացի մեր մասնակիցները մենք էլ ենք սպասում, անգամ հանդիսատեսն է շատ սպասում։ Ինչպես մարդիկ կարող են ներկա լինել այս փառատոնին։ Միգուցե շատերը հիմա մեզ դիտում են եւ ոգևորված են ուղղակի որպես հանդիսատես ներկա լինել։ Այ եկեք ասենք, թե ինչպես կարող են մարդիկ։ Մինչ հանդիսատեսին անդրադառնալը կուզենամ շեշտել մի շատ կարևոր փաստ, որ 6-րդ փառատոնը համագործակցությամբ ազգային երաժշտության կենտրոնի հետ է այս տարի։ Մենք հուշագիր ստորագրեցինք ազգային երաժշտության
կենտրոն ճիշտ նշեցին ներողություն, այնտեղ Երևանի պետական կամերային երգչախումբն է մեզ միացել եւ հնագույն երաժշտության տաղարան համույթ է եւ միասին բոլոր մասնակիցների հետ պետք է ունենանք շատ գեղեցիկ համերգային մաս եւ սիրով կենթանի նվագակցությամբ։ Այո, միշտ մեր փառատոնները միշտ կենթանի նվագակցությամբ են լինում, կենթանի կատարումներով եւ կոչս բոլորին, որպեսզի գան օգոստոսի 2-ին ներկա լինեն։ Մենք ժամը 6-ից ունենալու ենք տաղավարներ, որտեղ բոլոր կենտրոնները ունենալու են իրենց աշխատանքների ցուցադրությունը, ազգային պար ենք ունենալու եւ ժամը 7-ին արդեն համերգային մասի մեկնարկը։ Իսկ Օձուն գյուղում հենց վանական համալիրի տարածքում է լինելու։ Անմիջապես գյուղի սկզբնամասը, այսինքն երբ որ մարդիկ կան Օձուն գյուղ, անհնար է որ մեզ չտեսնեն։ Հրաշալի։ Իսկ քանի մասնակից կան ընդհանուր առմամբ այս տարի։ Այս տարի ունենք 350 մասնակից ընդհանուր։ Մեր մասնակիցների թիվը հասնում է շուրջ 400-ի, այս տարի 350-ն են։ Իսկ ինչ որ կան ժանրեր կամ միգուցե գործիքներ, ովքեր ուղղակի նվագում են եւ նաեւ երգում են, այսպես բաժանված է ինչ որ փուլային կամ կատեգորիաների։ Ի սկզբանե, երբ դե քանի որ մենք ազգային նվագարանների ենք տիրապետում, միանշանակ հենց փառատոնը պետք է լիներ ազգային երաժշտության միջազգային փառատոն, եկեք չմոռանանք, որ հենց ազգային երաժշտությունը ինքը ֆանտաստիկ արդյունք կարող է ունենալ, թե որպես թերապիա, թե որպես ինքազդեցություն մեր հոգեվիճակի եւ այլն։ Դրա համար անչափ կարեւոր էր, որ հենց ազգային երաժշտության փառատոն լիներ, անգամ մեր միջազգային հյուրերը պարտադիր իրենց ազգայինն են ներկայացնում։ Ունենք օրորոցային ստեղծագործություններ, ունենք հոգևոր ստեղծագործություններ, այսինքն ամբողջ process-ը ինքը բուժիչ է դառնում յուրաքանչյուրիս համար։ Լավ, իսկ երբ փառատոնն ավարտվում է, մինչ հաջորդ տարի փառատոնի սկիզբը ինչով է զբաղվում կազմակերպությունը։ Կազմակերպությունը իրականում բազմապրոֆիլ աշխատանք ունի եւ ամեն ինչ իրականում իրականացում է Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների համար եւ նաեւ ոչ միայն իրենց, այս տարի նաեւ որոշել ենք եւ նախաձեռնել ենք, որ մարզերում նաեւ կհիմնենք իհարկե երաժիշտները Աննան եւ Անահիտն են իրենց նախաձեռնությամբ եւ իրենք են իրականացնելու, նաեւ կունենանք ճախրուկ երգչախումբ Հայաստանի Հանրապետության այլ մարզում, հուսով ենք, որ մի փոքր ավելի կընդլայնվի շրջանակը, կանում պատրաստվում ենք հաջորդ տարվա փառատոնին, ընթացիկ բավականին միջոցառումներ ենք ունենում, մենք նաև ունեցել ենք ճախրուկ էթնոերաժշտախմբի մենահամերգը, իրենք մի ամբողջ համերգային ծրագրով Ստանիսլավսկու թատրոնում համերգ ունեցանք, հենց 5-ամյակի ճախրուկի 5-ամյակի արդիվ։ Ես պատկերացնում երեխաների ոգևորվածության աստիճանը, ինչքան են նրանք ոգևորվել համերգից։ Իրենք օրերը մեզնից լավ գիտեն, նշած բոլոր տեղերում, օրով, ժամով, ամսաթիվը ու ամեն վարքյան մեզ հիշեցնում է, որ մնաց այսքան օր, փորձեցին ժամին է եւ այլն, անընդհատ Անահիտին, Աննային զանգում են, գրում են, վաղը փորձ ունենալու ենք, չէ՞, այսպես սրտադրով միշտ մեզ պահում են բանի մեջ, էլի, որ այսինչ ժամին այսինչ բան ունենք անելու։ Այս տարիների ընթացքում բավականին շատ երեխաների հետ եք շփվել։ Կարող եք առանձնացնել մի քանի, բնականաբար բոլորը շատ յուրահատուկ են, բայց իսկապես որ օժտված են եղել տաղանդով եւ հենց ձեր միջոցառումների կամ ձեր փառատոների արդյունքում բացահայտվել է նրանց տաղանդը։ Ես կցանկանամ, որ այն մասնակիցները, ովքեր որ մասնակցում են փառատոնին, շատ ավելի մեծ արդյունքների իրանք հասնեն, որովհետեւ իրանք բացառիկ են։ Իրենցից յուրաքանչյուրը բացառիկ է իր հնարավորության մեջ, իր էությամբ արդեն ինքը բացառիկ է, որովհետև Աստված իրեն այդպես արդեն ստեղծել է եւ հետեւաբար կցանկանամ, որ մեզանից յուրաքանչյուրը բոլոր մասնագետները կապ չունի թե ինչ մասնագիտություն ունեն, երբ որ տեսնում են բացառիկ մարդ, ում շնորհը կարելի է զարգացնել, պետք է աշխատանք տանենք։ Շնորհակալություն զրույցի համար, դե ինչ օգոստոսի 2-ին գնում ենք Օձուն, որպեսզի կարողանանք տեսնել ճախրուկներին, վայելել նրանց կատարումները եւ իհարկե փառատոնի 6-րդ անգամ արդեն փառատոնը տեղի է ունենալու եւ ներկա գտնվենք 6-րդ անգամ այդ փառատոնին։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք գնանք դիտենք, գովազ վերադառնանք ու շարունակենք աշխատել ուղեղի եթերում։ Գնացինք։